Բարև ձեզ, եթերում մեկ հազարից հաղորդաշարն է։ Եվ հարգելի պատճառներով մեր այսօրվա թողարկումը արտագնա է։ Հայաստանում մոտ 200,000 հաշմանդամություն ունեցող անձ է ապրում, եւ նրանք ամեն քայլափոխի ֆիզիկական անմատչելիությունից բացի նաեւ խտրականության զոհ են դառնում։ Մեր հյուրն էլ մեկն է այդ հազարներից։ Արև Մելքոնյանը երբեք չի հանձնվել եւ կյանքում գրանցած բոլոր հաջողությունները բացառությամբ իր համառության արդյունքն են։ Արևը պատրաստ է այսօր խոսել վիճակագրական թվերից այն կողմ ապրած իր կյանքի դժվարությունների եւ հաջողությունների մասին։ Ուժեղ ես պետքա։ Ռիսկով։ Հիմավորի սպասի, շատ իրեն, ասում ենք, Ես Արև Մելքոնյանն եմ, ունեմ հաշմանդամություն, տեղաշարժվում եմ Ավասայլակով եւ հաշմանդամություն ձեռք եմ բերել շատ վաղ մանկության տարիներին։ Իրականում հաշմանդամության պայմանավորված կյանքի ողջ ընթացքում տարբեր դժվարությունների եմ հանդիպել, սկսած դպրոցից, հետո արդեն համալսարանական կյանքում եւ աշխատանքային ոլորտում, աշխատանք փնտրելով եւ այլն։ Արև ջան, բարև ձեզ, շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ ձեզ այսօր հյուրընկալել։ Բարև ձեզ, ես էլ շատ շնորհակալ եմ նախ կարևոր հարց բարձրաձայնելու եւ ինձ հյուր կանչելու համար։ Օրեր առաջ Հայաստանում կայացավ Պարասեխմում Հենարանից Հայաստանի 2025 թվականի առաջնությունը, որտեղ դուք առաջին տեղ զբաղեցրեցիք։ Ես նախ ուզում եմ ջերմորեն շնորհավորել ձեզ եւ սա ոչ ձեր առաջին, վստահաբար ոչ էլ վերջին հաղթանակն է եւ տարբեր առաջնություններից եւ մրցաշարերից բացի դուք նաեւ կյանքում եք բազմաթիվ հաղթանակներ գրանցել, հաղթել եք կյանքի մարտահրավերներին, հա, այսպես եթե ասեմ։ Դժվարությունների մասին մի փոքր ուշ կխոսենք։ Հիմա ինձ հետաքրքիր է, երբ եւ ինչպես այս սպորտաձևը ձեզ հետաքրքրեց, ինչպես սկսեցիք զբաղվել այս սպորտաձևով։ Իրականում սպորտաձևով սկսել եմ զբաղվել պրոֆեսիոնալ եւ ինտենսիվ 2023 թվականից, բայց հետաքրքրությունս շատ ավելի վաղ է եղել, երբ որ իմացա, որ ֆեդերացիան Հայաստանի առաջնություններ է կազմակերպում, ուղղակի ուզեցի փորձել իմ ուժերը եւ երբևէ ծանրաձողին մոտ չգնալով մասնակցեցի առաջին անգամ 21 թվականին եւ դարձա Հայաստանի չեմպիոն իմ քաշային կարգում։ Այսինքն առաջին մասնակցության ժամանակ հենց չեմպիոն դարձա։ Այո, առաջին մասնակցության ժամանակ եւ երբևէ ծանրաձողով չզբաղված այսպես սպորտային լեզվով ասած չպարապած անձնավորություն գնացի եւ ստացվեց Հայաստանի չեմպիոն դարձա եւ Ստեփանյան Սարգիսը տեսավ իմ այդ պոտենցիալը ուժը, հա, գենետիկ ուժը որ ունեմ, որոշեցին, որ նաև ինձ հետ քննարկելով, որ պրոֆեսիոնալ սպորտով պետք է զբաղվեմ։ Առաջի 2 տարին 21-22 թվականները անկեղծ ասած մի փոքր այսպես մատերի արանքով եմ նայել այդ ամեն ինչին, ուղղակի երբ որ ինձ հարմար ա եղել այդ ժամանակ եմ պարապմունքի գնացել, երբ որ համատեղել եմ աշխատանքի հետ, հասկացել եմ կարողանում եմ այդ ժամանակ, բայց 23 թվականից երբ որ արդեն որոշեցինք, որ հաջորդ օլիմպիական պարալիմպիկ խաղերին ես եւս մասնակցություն պետք է ունենամ Պարասեխմում Հենարանից վարժությունով, շատ ավելի ինտենսիվ եւ պրոֆեսիոնալ մտա սպորտ։ Ու այդ ժամանակ հասկացա ինչքան տարբեր են այն սպորտով զբաղվելը, ինչ որ ես եմ զբաղվում եւ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելը, որովհետեւ պրոֆեսիոնալ սպորտը մարզիկի դիսցիպլինա ասվածն է սիրում եւ պարտադիր պետք է պահել այդ դիսցիպլինան, հա, ես որ մի փոքր ֆեմինիստ անձնավորություն, հա, կարելի է այդպես ասել, չգիտեմ, այդ նաև բոյկոտող բնավորություն ունեցող անձնավորություն, ոնց ես ինքս եմ որոշում իմ անելիքը, հիմա պետք է շարժվեմ մարզիչի ուղղորդումներով, նույնիսկ իմ սնվելը եւ քնելը պետք է վերահսկի մարզիչը։
Մի քիչ դժվար էր, բայց հիմա շատ ավելի հաճույքով է այդ ամենը։ Սովորեք դժվարությունները հաղթահարել, որ սա ձեր կյանքի առաջին դժվարությունը չէր։ Այսինքն սպորտաձևով զբաղվելը ձեր երազանքն է եղել ի սկզբանե, ոչ թե միայն ինքնաարտահայտվելու ձև է եղել։ Տեսեք, իրականում ես երազանքներ չունեմ, իմ բոլոր հնարավոր տեղերում ես դա բարձրաձայնում եմ, իմ կյանքում ես ունեմ կյանքի տարբեր փուլերում տարբեր նպատակներ, որոնք քայլ առ քայլ գործողությունների միջոցով իրականացնում եմ։ Որոշակի կյանքի հանգամանքներում դրանք ձեր կյանք են գալիս։ Այո, երազանքներ չունեմ, չգիտեմ ոնց է այդպես ստացվել, ես երազանքներ չեմ ունենում։ Նպատակել չէր որպես այդպեսին, ես ուղղակի ուզել եմ փորձել իմ ուժերը, իմանալով Սարգիսը իմ բավականին երկար տարիների ընկերն է ու իմանալով որ այսպիսի մրցաձևով մրցույթ են կազմակերպել, Հայաստանի առաջնություն են կազմակերպել, նաև իրենց տեսնելու, իրենց հետ լինելու համար որոշեցի մասնակցել եւ ստացվեց։ Եվ այդպես մտա սպորտը։ Իսկ հիմա շատ մեծ սիրով կարելի ասել այ հիմա նպատակ ունեմ, որ առաջիկա պարալիմպիկ խաղերից ես պետքա բերեմ մեդալ եւ այնտեղ պետքա Հայաստանի դրոշը բարձրանա։ Ոչ միայն հաջորդ հաղորդումը դրա մասին է լինելու, մենք կլուսաբանենք, դուք վերեք մեդալ։ Բայց նաեւ որոշել ենք, որ ոչ միայն Հայաստանի դրոշը բարձրանա պատվո հարթակին, այլ նաեւ Հայաստանի դրոշի գույներով ծանրաձողը բարձրացնեմ։ Կարմիր, կապույտ, դեղին, կարմիրը 25 կիլոն է, կապույտը 20, դեղինը 15։ Արդեն նաև նշաձող ենք դրել։ Այո, այդպեսի նշաձող ենք դրել, որպեսզի Հայաստանի դրոշի գույներով ես ծանրաձողը բարձրացնեմ։ Շատ ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Ասում են ամեն բան անհնարին է թվում, քանի դեռ դա չի իրականացել։ Հիշում եք ձեր առաջին մրցանակը, կարևոր հաղթանակը եւ արդյոք այն իսկապես անհնարին էր ձեզ թվում։ Իրականում իմ կյանքի փորձը ինձ ցույց է տվել եւ ես միշտ բոլորին ասում եմ, որ մարդու ցանկությունից է կախված տվյալ իր առջև դրված գործողությունը անհնարին է, թե հնարավոր։ Դրա համար ես երբևէ չեմ մտածել, որ որևէ բան որոշել եմ անեմ, դա անհնարին է։ Մտածել եմ դժվար է, մտածել եմ գործողությունները տարբեր են, եթե այսպես չստացվի պլանավորել եմ նաև այլ գործողություններով դրանք անել, բայց անհնարինի մասին չեմ մտածել, եթե ես մտածեի դրանք անհնարին են, երբևէ մոտ չէի գնա եւ չէի փորձի։ Շատ լավ, գալով ձեր կյանքի նաև ապրած բարդություններին, նախ կխնդրեմ ասեք հաշմանդամությունը ձեռքբերովի է թե իծն է։ Ձեռքբերովի է իմ հաշմանդամությունը, 1 տարեկանից ունեմ հաշմանդամություն, բարձր տեղից եմ ընկել, ողնաշարի կոտրվածքի, այո, ողնաշարի կոտրվածքի վնասվածքի հետևանքով է եղել, չնայած որ այդ ժամանակահատվածում 90-ականների սկզբին, այդքան լավ չեն հասկացել ինչի մասին է խոսքը, ինչի հետևանք է եւ այլ դիագնոզ են։ Այսինքն նաեւ սխալ բուժման, այո, սխալ բուժման արդյունքում ավելի վնասել են, քան օգնել։ Եվ այդպես ունենք այն ինչ ունենք հիմա։ Իրականում բարդ է գիտակցումը, որ դու այլ մարդկանցից ինչ որ բանով տարբերվում ես։ Որ տարիքում կամ որ հասակում էր, որ դու սկսեցիք գիտակցել այդ տարբերությունը եւ արդյոք դա դες անհարմարություն, անհանգստություն պատճառել է կյանքում, թե դուք կարողացել եք դրանք ի սկզբանե հաղթահարել, հա, դրանց չեք դիտարկել ձեզ որպես տարբերվող անձ։ Կխափեմ, որ ասեմ, ի սկզբանե շատ հեշտ տրվել է ինձ, հա, այդ գիտակցումը, որ ես տարբեր եմ եւ պետք է ընդունեմ իմ տարբերությունը։ Շատ վաղ մանկական տարիքից, արդեն գիտակցական տարիքից հասկացել եմ, որ ես տարբերվում եմ մյուսներից, քանի որ գրեթե հասակակից 2 քուրիկ ունեմ, 1 տարի մեծ եւ փոքր, եւ այդ այն աշխույժ չարաճճիության տարիքում ես հասկանում էի, որ ես չեմ կարող անել նույն բաների, ինչ որ անում են իրենք, հա, այդ մանկական խաղերը եւ այլն։ Այդ ժամանակ ինձ օգնության եկավ տատիկս, տառերը սովորեցինք միասին, 4 տարեկան էի ես, եւ հասկացա, որ այդ էներգիան կարող եմ ուղղել գրքերի վրա։ 4 տարեկանում ես կարդացել եմ Սասնածռեր էպոսը։
4 տարեկանում այդքան գրաճանաչ, տառաճանաչ էիք։ Այո, 4 տարեկանում իմ առաջին գիրքը հենց Սասունցի Դավիթ Սասնաձրեր էպոսն է եղել եւ ես հենց այդ ժամանակից հասկացա իմ էներգիան ուր կարող եմ ուղղել եւ սիրահարվեցի գրքերին, կարելի ասել, մինչեւ հիմա ես առանց կարդալու չեմ պատկերացնում իմ կյանքը։ Շատ լավ։ Իսկ ինչպես էր այդ գիտակցումը, ազդում ձեր առօրյայի վրա, ձեր կյանքի որակի վրա, ինչպես էիք դուք կարողանում հաղթահարել այդ դժվարությունները։ Իրականում միջև դպրոցական տարիքի հասնելը ես այդ շատ տարբերությունը չեմ զգացել ու շատ այսպես բաց վերաբերմունքի չեմ առնչվել, որպես այդպեսին ու ավելի հեշտ էր տրվում այն, որ ես տարբեր եմ նաև իմ քուրիկներից, տարբեր եմ մեր հարևանի երեխաներից եւ ընդհանրապես բոլորից։ Գյուղական միջավայրում եմ մեծացել, նաև այդ գերխնամ կասվածը, տարբեր հարազատների, բարեկամների, հարևանների կողմից խտրական վերաբերմունքը, չնայած այն ժամանակ այդքան լավ չեմ հասկացել, չեմ պատկերացրել, որ դա խտրական վերաբերմունք է, ուղղակի միշտ լսել եմ այդ ենթագիտակցական այդ բանը կար, օրինակ եթե ես հայաթում նստած գիրք էի կարդում, տարածքում էին մերոնք, կարար ինչ-որ ծանոթ անցներ ու իմ մասին հարցնելիս, տատիկիս հարցներ լսում գլխով ցույց տալով ինձ էլի ու ես որ պատասխանում էի շոկի մեջ էին գնում ինք խոսել էլ գիտի այդ կարծրատիպային վերաբերմունքը գյուղական միջավայրում կարծում եմ միջև հիմա էլ կա այդ իսկական դժվարությունները դպրոցում սկսեցին դե պատկերացրեք ավելի մեծ միջավայր ու ինչպես գիտենք երեխաները բավականին դաժան են չնայած ես միշտ ասում եմ երեխաները գիտակցաբար, բայց այո նրանք նրբանակատություն ասվածը չգիտեն ասում են ինչ որ իրականում կա եւ ինչ որ տեսնում են բայց ես մի բան եմ հասկացել իմ դպրոցական տարիքից գալով միջև հիմա երեխաները նմանություններ են փնտրում իսկ մեծահասակները տարբերություններ եթե իմ դասընկերներին մեծահասակների կողմից այդ ազդակը չգնար որ ես իրենցից տարբեր եմ իրենք գուցե ի սկզբանե այդ տարբերությունը մատնանշեին բայց միևնույն է գտնելու էին այն միջավայրը որտեղ ես ներառված կլինեի ավտոմատ առանց որևէ մեկի միջամտության բայց իրենք ունեին մեսիջ որ ես իրենցից տարբեր եմ այդպես ինձ մոտենալը մի քիչ բան տենց վտանգավոր է ավելի զգույշ լինեն եւ այլն ու այդ վերաբերմունքը ես ստացել եմ իմ դասընկերներից եւ ուսուցչական բուլինգի եք միանշանակ դպրոցի տարբեր դասարանցիների կողմից բուլինգի ենթարկվել եմ դա անխոս մանավանդ այդ տարիներին ներառական կրթություն ասվածը չկար ուսուցիչների կողմից եմ ենթարկվել նաև ուսուցիչներ այո դե այն ժամանակ ես այդքան չեմ պատկերացրել դա ինչ է ես ուղղակի նեղվել եմ վերաբերմունքից որ ինձ չեմ վերաբերվում ինձ ոնց մյուսներին օրինակ ուսուցիչների դեպքում ինչ վարքեր դրսևորվում ձեր նկատմամբ ի սկզբանե իրենք չեն հավատացել որ ես կարող եմ լավ սովորել ու հերթական ավելի թույլ աշակերտի նման ես վերջում եմ նստել մենակ եմ եղել հետո երբ որ հասկացել են իմ կարողությունները ավելի շատ են սկսել ինձ գնահատել Միջոցառումների ներգրավում էին թե ոչ սկզբից չէ հետո ավելի շատ էին ուզում ինձ ներգրավել քան մյուսներին դասամիջոցներին թույլ չեն տվել ես դուրս կամ դասարանից վախենալով որ կարող է ինձ հրեն կարող է վնասեն այսինքն նույնիսկ իրենց հոգատարությունը այո խտրական դրսևորվում այո խտրական հոգատարություն է գերխնամ կասվածը նույնիսկ կարծեմ տնօրենի կողմից առաջարկ ա եղել որ տնային ուսուցում ստանամ բայց մայրիկս չի համաձայնվել շատ շնորհակալ եմ դրա համար որովհետև ինձ հավասար է վերաբերվել մյուսներին ու ես գնացել եմ դասի դպրոց աշակերտի կերպար չունեմ որպես այդպեսին դրա համար ընդունված չեմ եղել բայց հետո երբ որ սկսեցի շատ լավ սովորել այսինքն իրենք հասկացան որ իրենց ծրագիրը նույնիսկ անցած է ես դպրոց եմ գնացել արդեն տարերը սովորած նույնիսկ գիրք կարդացած այդ ժամանակ ինձ ավելի շատ սկսեցին սիրել ուսուցիչները ու քանի որ այլ տարբերակ չունեի դպրոցում քան սովորելը բոլոր առարկաները լավ էի սովորում
ու իմ ուսուցիչների մոտ այդ ներքին կոնֆլիկտը կար դպրոցից հետո ես որ ուղղությամբ եմ շարունակելու իմ կրթությունը բոլորը ուզում էին որ ես դառնամ իրենց առարկայի շարունակողը Այդ ասում եք արդեն գիտակից տարիքից դպրոցի հասակից դժվարությունները սկսվել են եւ ցավոք այդ դժվարությունները խտրական վերաբերմունքը ձեզ ուղեկցել են մինչև այսօր հաջորդ բարդ փուլը որն է եղել ձեր կյանքում հաջորդ բարդ փուլը գիտակցելը, որ գյուղական միջավայրից ավելի մեծ միջավայր պետք է դուրս գամ եւ համալսարան ընդունվեմ։ Իսկ ես պոլիտեխնիկն էի ընտրել, էլի կարծրատիպային վերաբերմունքից ելնելով, որովհետեւ եթե ես շարժի խնդիր ունեմ, հա, այսինքն ավելի քիչ տեղաշարժվող գործ պիտի անեմ։ Դրա համար ծրագրավորում պիտի սովորեի։ Բայց այլ նախասիրություններ։ Այո, ես շատ չափազանց շատ սիրել եմ պատմությունը եւ գրականությունը։ Ես ավելի շատ հումանիտար ուղղությամբ եմ ուզել, բայց քանի որ իրավաբանը անընդհատ տեղաշարժում պիտի լինի, հա, պատմաբանը շատ դպրոցում ուսուցիչ աշխատի, էլի տեղաշարժը պահանջում։ Դրա համար ինձ ուղղորդեցին, որ ես պետք է ծրագրավորող դառնամ, չնայած որ մաթեմատիկան է շատ հեշտ տրվում էր ինձ։ Երկրորդ մեծագույն դժվարությունը հենց համալսարանում ա եղել, որ կուրսեցիներից կողմից այդ խտրական վերաբերմունքը չեմ ունեցել, իրենք շատ լավն են եղել, շատ սիրել են ինձ, ես էլ իրենց, բայց դասախոսական կազմի կողմից եղել եմ, այսինքն եթե դե համալսարանը բնականաբար հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար, վերելակը կանգնում էր մի քանի հարկում ընդամենը, մյուս հարկերը էլի պետք է աստիճաներ հաղթարել ու այդ բանը կար հա մեր դասերին մի մասնակցի մենք գնահատականը կդնենք։ Իսկ ես չեմ սիրել այդպես ինձ պետք չի լավություն անել, հա, ես ինքս ուզում եմ վաստակել իմ գնահատականը։ Բայց քանի որ այլ տարբերակ չունեի, նույնիսկ քննություններին մասնակցելու հնարավորություն չես ունենում այդ դեպքում, որովհետև հարմարեցված միջավայր չեն ստեղծում։ Ստիպված համաձայնվում էի, որ այդպես ուղղակի գնահատականները Բայց տարբերություն շատ է, դու գնահատական ստանում ես, նաև ուսումն ես ստանում։ Նաև, այո, ուսումը ես սովորել եմ, այնպես չի։ Ես միշտ մտածել եմ, որ կրթությունը ինձ համար է, ոչ թե գնահատականի։ Չեմ ուզել կրթություն ստանամ, որևէ գնահատական ստանալու համար։ Գնահատականը միշտ ինձ համար մի քանի փուլ ներքև ա եղել, չնայած որ ասում են գնահատականը մոտիվացիա է, ինձ համար չէ, ինձ համար գիտելիք ստանալն է մոտիվացիան։ Արև դու ունես տարբեր ժամանակներ եւ միջավայրեր համեմատելու հնարավորություն։ Ապրել ես եւ գյուղական միջավայրում եւ քաղաքում։ Ինձ հետաքրքիր է եւ միջավայրի առումով եւ ժամանակների առումով մարդկանց կարծրատիպերը ինչպես են փոփոխվել, ինչ փոփոխությունների են ենթարկվել։ Ես ժամանակի առումով կարող եմ ասել, որ Երևանում վերաբերմունքային փոփոխությունը շատ ավելի մեծ է, գյուղական համայնքում այդքան չէ։ Իրականում նույն վերաբերմունքը գրեթե պահպանվում է գյուղական համայնքում։ Իսկ Երևանում, տեսեք, առաջ եթե ես դուրս գայի ուղղակի զբոսնելու, ամեն քայլափոխին է Ոյ մամա ջան, օ գոսպեդի, վայ աստված իմ, այս այդ նաև Երևանում, այո, Երևանի մասին եմ ասում։ Շոր էին գծում, թութու ինչ որ փայտ էին գտնում, հա։ Այդ վերաբերմունքը ես տեսել եմ ընդհանուր միջև ես ասել եմ ժողովուրդ ինձ որ տեսնում եք աստծո տեղ մի դրեք ես ուղղակի արևն եմ ինձ հենց տեսնում եմ վայ աստվածի բայց հիմա կարող եմ նույնիսկ չնկատել իրականում ցավով պետք է նշեմ որ 20 թվականի պատերազմից հետո մեր հաշմանդամություն ունեցող անձանց թիվը քանի որ բավականին շատացավ եւ ընտանիքներում էլ արդեն կան հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, այդ դրանով պայմանավորված ավելի շատ սկսեցին տեսնել հաշմանդամությունը, արդեն իրենց արժեքներից ելնելով սկսեցին գնահատել հաշմանդամությունը։ Դրա համար, այո, վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը վերջին տարիներին եղավ։ Ցանկացած մարդ կյանքում ունենում է դժվարություն, հա, ոչ մեկս դրանից ապահովագրված չենք, բայց հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում այդ դժվարությունները բազմապատկվում են։ Եվ դուք էլ ունեցել եք բազմաթիվ դժվարություններ եւ ամենազգայուն թեման դրանցից մայրանալու թեմաներ։ Մայրանալու իրավունքներ, հա, դուք ունեք հրաշք որդի։ Բայց այդ 9 ամիսները ձեզ հեշտությամբ չեն տրվել։ Կխնդրեմ
անդրադառնաք, հիշեք նաև, հա, մի փոքր այդ ժամանակահատվածը, ինչ խտրականության եք այդ ժամանակահատվածում, հա, արժանացել, հանդիպել։ Ամենա այսպես ցայտուն վերաբերմունքը, որ ես ստացել եմ, առաջնային հետազոտության բժշկից եմ ստացել, երբ որ ընկերուհուս հետ գնացինք առաջնային հետազոտության, հղիության, եւ հետազոտությունից հետո արդեն գրանցվում է, որ հղիությունը դվարի ինչ-որ բժիշկ։ Այդ փուլերով պիտի անցնենք։ Մեզ ուղարկեցին էխո բժշկի մոտ, մտանք ներս, բժիշկը ընկերուհուս ասեց պարկի, առանց ինձ վրա նայելու։ Ընկերուհուս ասեց, բայց ես չեմ հղին, ինքն է։ Այսպես մի հատ ոտից գլուխ ինձ չափեց, ֆրած ընկերուհուս ձեռեք առնում, այս տոնայնությամբ առաջ Դա չափեց։ որ թվականներ, քանի տարի առաջ էր։ 18 թվականը, 2018 7 թվականը։ տարի առաջ, Այո, ընդհանրապես։ այո։ Ցավալի։ Եվ երկար բանակցություններից հետո ինքը համաձայնվեց ինձ էխո անել միայն այն պատճառով, որ ինքը վստահ լինի, մենք իրեն ձեռ չենք առնում, չենք խաբում։ Ու իր երկրորդ արդեն ռեակցիան, որ տեսավ հղիեմ, պետքա ոստիկանություն կանչել, որովհետև ոնց կարող է հաշմանդամություն ունեցող կինը սեռական կյանք ունենալ, հա, սիրել, սիրվել, որ բռնության զոհ եմ դարձել։ Ամենացայտուն վերաբերմունքը այդտեղ է եղել, հետո արդեն վերաբերմունքային բազմաթիվ խնդիրների եմ բախվել, հա, հարազատների կողմից, որ իբր ես ինչ երեխա կարամ ունենամ, հա, կարա ինքն էլ խնդիրներով ծնվի, ոնց, չգիտեմ, գենետիկ փոխանցվի, ձեռք բերովի հաշմանդամությունը, կամ ոնց եմ պահելու, իբր ինձ կարողանում եմ պահել մի հատ երեխա եմ ունենում, այս վերաբերմունքային փուլերը ես նախատեսել եմ, որ պետք է լինեն, եւ այդքան ստրեսի չեմ ենթարկվել։ Իմ ընդհանրապես հղիության ողջ ընթացքում ես ինձ վատ ինֆորմացիայից փակել եմ, որպեսզի ուղղակի չէր հասնում ինձ այդ ինֆորմացիան։ Այդ դժվար փուլ եղավ, երբ որ արդեն պետք է ծննդաբերեի եւ չէի կարողանում բժիշկ գտնել։ Հրաժարվում էին, փորձառություն չկար, վախենում էին տարբեր տեղեր, տարբեր հիվանդանոցներ։ Հետո Էրեբունի Դավիթ Աբովյանը համաձայնվեց առանց մի վայրկյան մտածելու։ Ուղղակի օր ժամ նշանակեց, գնացի, հետազոտեց եւ կեսարյան հատում ցուցումով կեսարյան հատում նշանակեց ու հենց իր մոտ տեսակ մարդու, բանական մարդու տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում բժշկի նման վերաբերմունքը, հա, ցանկացած բուժառուի նկատմամբ, բայց բացի այդ վերաբերմունքից բժիշկների կողմից, բուժանձնակազմի կողմից դուք նաև վստահաբար բախվել եք ֆիզիկական միջավայրի անմատչելիության խնդիրներին։ Հիվանդանոցային պայմաններում բնականաբար ես այս պահին եմ նշում, որ հաշմանդամություն ունեցող կանանց համար ոչ մի բժշկական հետազոտություն մատչելի չէ։ Մանավանդ հենց գինեկոլոգիական հետազոտությունները, հա, ու տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց մասին է խոսքը։ Այստեղ եթե ֆիզիկական հաշմանդամություն ունեցողը կարող է որևէ մեկի աջակցությամբ հետազոտական այդ սարքավորման վրա հայտնվել, հետո այդ մարդը դուրս գա, իր գաղտնիությունը ապահովում է։ Լսողության խնդիրը դա, որովհետև հիվանդանոցում հաղորդակցման շատ մեծ խնդիր կա, լսողության խնդիր ունեցող կնոջ հիվանդության պատմության գաղտնիությունը ամբողջությամբ որ կոնֆիդենցիալություն չկա։ Հարազատը պիտի գնա կամ ժեստերի թարգմանիչը, ժեստերի թարգմանիչները շատ քիչ ունենք, մանավանդ կոմպետենտ, հարազատներն էլ ավտոմատ իմանում են ինչ որ չպիտի իմանան։ Այդ խնդիրը կա։ Մենք խոսեցինք մարդկանց վերաբերմունքի, թույլ պատկերացումների մասին, ձեր հնարավորությունների եւ կարողությունների մասին, բայց ինձ հետաքրքիր է նաեւ մեդալի հակառակ կողմը։ Իսկ դուք չեք ունեցել իսկապես բարդություններ, դժվարություններ կենցաղում, առօրյա կյանքում կամ հենց նույն երեխային մեծացնելու, խնամելու հարցում։ Միանշանակ դա անկախ հաշմանդամությունից էլ դժվարությունները կան։
եւ այն որ ասում ներքին վախերից ելնելով եւ ֆիզիկական պայմաններով պայմանավորված, հա, ֆիզիկական անմաչելիությամբ պայմանավորված այդ դժվարությունները կան։ Բայց ես մի այսպիսի սկզբունք ասեմ, երևի սկզբունք ունեմ, որ եթե կա դժվարություն, ուրեմն նաեւ կա դժվարությունը հաղթահարելու լուծումը, հա, այդ դժվարությունը մարտահրավեր է, այդ դժվարությունը խնդրեմ չի։ Մարտահրավերները ինչքան հաղթահարում ենք, այնքան մի level ավելի ուժեղ ենք դառնում, ավելի առաջ ենք գնում։ Եթե ես այդ խնդիրը, այդ դժվարությունը սարքեմ խնդրեմ ու մտածեմ ճակատով բախվելու եմ դրան ու լուծումը չեմ գտնելու, դժվարությունը ինձ հաղթելու է եւ всё, ես տեղում մնալու եմ ուղղակի։ Եվ այդուհանդերձ ի՞նչն է ամենաբարդը տրվել ձեզ կենցաղում։ Կամ ինչ այսօր տրվում է բարդությամբ։ Գիտեք, մի դեպք հիշեցի, մի անգամ էլի հարցազրույց էի տալիս, լրագրողը հարցրեց, այ օրինակ հետաքրքիր է, կենցաղային գործերից ինչ եք կարողանում անել, այսպես շատ ոգևորված ասացի, բացառապես ամեն ինչ։ Ասաց, «Վայ, ինչ հետաքրքիր է, կնշեք օրինակներ, ինչ եք անում»։ Ասացի, բացառապես ոչ մի բան, որովհետև տանը անող կա, մամաս ինձ հետ է, ամեն ինչ անում է, բայց իրականում ես ճիշտ եմ ասում, բացառապես ամեն ինչ կարողանում եմ անել, որովհետև ես միշտ ասում եմ, հաշմանդամություն ունեցող անձիկ միշտ գտնում են այնպիսի տարբերակներ, որ հետո պարզվում է հաշմանդամություն չունեցող անձի համար ավելի հեշտ է այդ տարբերակով կենցաղային գործ անել։ Ու ես միշտ գտնում եմ տարբերակ անելու դա, հա։ Բայց ամենաբարդ օրինակ ո՞րն է եղել, որի համար գտել եք լուծում, գտել եք տարբերակ։ Եթե Դավիթին վերցնենք օրինակ տղայիս, ամենաբարդը եղել է իրեն լողացնելը, որովհետև մեր բաղնիքը սանհանգույցը հարմարեցված չէր, դռները նեղ են, սայլակով մտնելը մանավանդ այդ միջավայրում փոքր երեխա լողացնելը շատ բարդ էր տրվում, բայց էլի գտանք լուծումը աթոռների միջոցով, 2 աթոռ ուղղակի սայլակից տեղափոխվում եմ աթոռին, այս աթոռին իր վաննան ենք տեղադրել ու այդպես լողացրել եմ։ Մամաս ա օգնել։ Երևի ամենաբարդը դա է տրվել կենցաղային գործերից, որ իրոք դժվար ենք եկել այդ լուծմանը, բայց մեկը էլի գտել ենք։ Հրաշալի։ Իսկ հիասթափություններ ունեցել եք կյանքում։ Կամ որն է եղել ամենամեծ հիասթափությունը։ Թերևս կյանքից չէ, բայց մարդկանցից երևի, հա։ Իրականում ես իմ տեսակով մարդկանց սիրում եմ։ Ես դրա համար իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, որովհետև ես ասում եմ, ես պետք է շփվեմ, ես մարդ պետք է տեսնեմ, ես չեմ կարա սենյակում նստեմ համակարգչի առաջ ու մենակ ծրագիր գրեմ։ Ես իմը մարդկանց ինչ որ բան տալն է, մարդկանցից ինչ որ բան վերցնելն է։ Դրա համար ես գնացի հասարակական ոլորտ ավելի, որ դասընթացավա եւ այլն։ Բայց ես ինչքան մարդկանց սիրում եմ, այնքան մարդիկ ինձ տրորում են կարելի ասել, բայց մեկը ես էլի սիրում եմ իրենց։ Հիասթափվել եմ, կոտրվել եմ, հետո էլի վերականգնվել եմ, բայց կամ։ Կաք եւ հաղթում եք կյանքի բոլոր մարտահրավերներից հաղթահարած եք դուրս գալիս, այսպես ասեմ, եւ այդ մարտահրավերներից մեկն էլ եղել է աշխատանք գտնելը։ Երևի ամենաբարդ մարտահրավերն է։ Ինչ ճանապարհով եք անցել։ Մինչև հիմա ամենաբարդ մարտահրավերն է դա, որովհետև համակարգային սխալ կա այստեղ, հա։ Բացի այն, որ ենթակառուցվածքները հարմարեցված չեն, նաև այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ հաշմանդամություն ունեցող անձին գործատուն գործի ընդունելիս շատ հանգիստ, այսինքն ոչ թե գործի ընդունելիս, այլ երբ որ դիմում ես գործատուին, ինքը շատ հանգիստ կարող է արդարանալ, որ քո ուզած խելամիտ հարմարեցումը կամ այն միջավայրը, որ քեզ հարմար է աշխատելու, ինձ համար անհարկի բեռ է եւ օրենքով ես ազատված եմ, եթե անհարկի բեռ է կարող եմ չանել եւ քեզ գործի չընդունել։ Շատ եմ ես բախվել այդ խնդրին, քանի որ կար ժամանակ, երբ որ ես իմ նախորդ գործի տեղից դուրս եկա որոշակի այդպես փուլից հետո սկսեցի գործ փնտրել
ու արդեն իմ մասնագիտությամբ էի որոշել գործ փնտրել IT ոլորտի։ CV-ս ռեզյումես ուղարկում էի, իրենց համապատասխանում էի, զանգում էին եւ մինչև այն պահը, երբ որ ինձ կանչում էին հարցազրույցի, ամեն ինչ շատ լավ էր համապատասխանեն։ Բայց հենց որ ասում էի, այո, կգամ հարցազրույցի, ձեր տարածքը սայլակ օգտագործող անձանց հարմար է, միանգամից ոյ, չէ, հարմար չէ։ Երկրորդ հարկում ենք, մուտքի մոտ աստիճաններ են, դռները նեղ են եւ լուծման առաջարկները իրենք չէին ընդունում։ Օրինակ մուտքի աստիճաններին ամբարձիչը խելամիտ հարմարեցման տարբերակ է, որ գործատուն պարտավոր է ըստ օրենքի, բայց օրենքն էլ իրենք էլ այսպես են ներկայացնում, եթե օրենքը ասում է, որ դա ինձ համար անհարկի բեռ է, ես կարող եմ ներկայացնել, որ դա ինձ համար անհարկի բեռ է եւ չանել։ Հրաժարվել պարզապես։ Այսինքն թողնում են գործատուի բարոյականության, հա, երևի ավելի խղճի վրա։ Եվ այս գործատուները, տեսեք, իր ազեկվածության մեջ պակաս կա, հա, գուցե գործատուն ուզենա ինչ որ բան անի, նաև խղճով լինի, նաև ինչու՞ չէ, ուզենա լավ մասնագետ ունենա, ով հաշմանդամություն ունի, բայց քանի որ գործատուն այդ իր ներքին վախերից ելնելով ես ինչպես պետքա շփվեմ, բա որ մենակ մուտքը չլինի, բա որ այլ բան ուզենա, բա որ էս, բա որ այն, ասում ավելի լավա խնդիրներից հեռու լինի։ Այո, ազատվի։ Այո, բանց էս։ Ու քանի այդպիսի փորձառություն եք ունեցել, քանի տեղ եք դիմել եւ ի վերջո գտել եք աշխատանք, թե այ աշխատանքի փնտրտուքի փուլում մոտավորապես 50 առաջարկ ստացել եմ աշխատանքի եւ 50-ի դեպքում էլ 50-ն էլ մերժում եմ ձեր կարգավիճակով, այո, հենց հաշմանդամությամբ պայմանավորված։ Ցավալի է։ Եվ հետո հասկացա, որ մեծ ցուցանիշ ունենք գործազրկության հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, բավականին մեծ։ Տեսեք, այստեղ էլի կարծրատիպային վերաբերմունքը կա, հա, երբ որ հրապարակում ես, որ դու գործ ես փնտրում եւ սայլակից ես օգտվում, քեզ ուղղորդում են միանգամից այն վիվասել։ Բայց ինչի իմ մասնագիտական հմտությունները չեն համապատասխանում ոչ այնին, ոչ վիվասելին, բայց քանի որ այնտեղ արդեն ընդունել են փորձառություն ունեն, ստիպված պիտի գնամ եւ հարմարվեմ այդ միջավայրին։ Դա էլ է կարծրատիպային վերաբերմունք ձևավորել, որ այդ երկու ենթակառուցվածքները կարող են ընդունել մեզ աշխատանքի, հա, այսինքն էլի այն գետո տարբերակը կա, առանձնացնել, ներառումից հանել։ Եթե չկա պայքար, չկա նաև առաջընթաց։ Ձեր դեպքում միշտ պայքարել եք եւ միշտ այդ առաջընթացը գրանցել եք անգամ զբաղվածության հարցով։ Դա չէ, դուք ինքնազբաղված եք եղել, ձեր ինքնազբաղվածությունը ապահովել եք, հասարակական կազմակերպություններում եք ներգրավել եւ ակտիվ գործունեություն եք ծավալել, չէ՞։ Այո, ես հասկացա, որ էլի պետք է վերադառնամ հասարակական ոլորտ, որտեղ այդտեղ է իմ անելիքը, այդտեղ կարող եմ փոխել նաև մյուս ոլորտները։ Եվ նորից արդեն եկա հասարակական ոլորտ, որպես հավասարության ուղի հասարակական կազմակերպության նախագահ, մի քանի այդպես հաջողված ծրագրեր հենց զբաղվածության ծրագիր արեցինք, բայց այդ ընթացքը Արցախից տեղհանված հաշմանդամություն ունեցող կանանց եւ նրանց ընտանիքի անդամների համար զբաղվածության դասընթաց կազմակերպեցինք եւ նաեւ հաջողություն ունենք, որ իրենք աշխատանք են գտել տարբեր ոլորտներում, էլի on-line աշխատանքի մասն է խոսքը, գրաֆիկ դիզայն եւ այլն։ Իսկ հիմա շատ ավելի բարդ ծրագիր ենք վերցրել առողջապահության նախարարության նոր հրամանով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ խարանի նվազեցման վերաբերյալ, հա, մոբիլ ծառայությունների մատուցման ծրագիր է, որ արդեն խնդիրը կրող անձինք իրենց համայնքներում ծառայություն ստանան եւ ապա ինստիտուցիոնալացման փուլին գնանք, հա, այսինքն թեթևացնենք առողջության կենտրոնների բեռը, որպեսզի այդ մարդիկ չհայտնվեն ստացիոնար հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստանան, այլ հենց իրենց համայնքում, իրենց բնակարանում կամ իրենց ցանկացած տեղում ծառայությունը ստանան եւ լիարժեք ապրեն մյուս մարդկանց հետ հավասար։ Դուք պայքարող տեսակ եք, դուք ուժեղ մարդ եք, բայց վստահաբար եւ ցավոք սրտի բոլորը չեն, հա, հաշմանդամություն ունեցող անձանցից, որ ունեն այդ ինքնավստահությունը, այդ կամքը
Դուք հանդիպել եք մարդկանց ում ուժ եք տվել ձեր փորձով, ձեր գործով, ձեր խոսքով, նրանց կարողացել եք, հա, այսպես նրանց մեջ ինչ-որ բան փոխել, ինքնագնահատական բարձրացնել, կյանքի հանդեպ վերաբերմունք փոխել։ Գիտեք, բոլորովին վերջերս հենց մեր մարզասրահում, որտեղ նաև համատեղությամբ տնօրենի օգնական եմ, մեր 44 օրյա պատերազմի մասնակից տղաներից մեկը ասեց, եթե օրինակ ինչ-որ փուլ կա, ինչ-որ պահ կա, որ դու թուլանաս, քեզ տխուր տեսնենք, մեր ամբողջ պատկերացումները կյանքի վերաբերյալ կկոտրվեն։ Ես հասկացա ինչքան պատասխանատվություն կա իմ վրա, որ մարդիկ Շատերի համար օրինակ է սա, օրինակ են վերցնում, հա, ես դա Հաջողության պատմությունները միշտ ոգևորիչ են։ Ես դա որպես պատասխանատվություն եմ վերցնում։ Ես դա չեմ վերցնում որպես բան, հա, չգիտեմ, ես եմ ու վերջ, դա ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է, որ այսպես ուզում եի ասեի կանգուն, բայց ես չեմ կարող կանգնել։ Ձիգ առաջ գնամ, որովհետև ինձ հետևող, ին հետևից եկող մարդիկ կան ու իրենք պետք է ինձ տեսնելով ապրեն։ Եվ ուզում եմ հարցնել երբևէ ներքին կռիվ ունեցել եք Աստծո հետ։ Իրականում չեմ ուզում այդ հարցի պատասխանել, որտեղ Գնացինք առաջ։ Եվ ուզում եմ այսպիսի հարց տալ. եթե ունենայիք հնարավորություն մեկ բան փոխելու, կլինի դա միջավայրում, կլինի մարդկանց վերաբերմունքում, պատկերացումներում, որը կլիներ դա։ Միջավայրում չի փոխի, միջավայրը ինքը իրան կփոխի։ Կատունը ֆիզիկական միջավայր։ Հա, հենց ֆիզիկական միջավայրի մասին եմ ասում, ֆիզիկական, գիտեք, վերջերս Իսպանիա են գնացել, ու այնտեղ ամեն ինչ հարմարեցված է։ Ամեն ինչ։ Կարող ես ուղղակի դուրս գալ, անգալ եւ գնալ, ուր ուզում ես։ Տրանսպորտը, մետրոն, ամեն ինչ հարմարեցված է։ Բայց ես նենց ուզում էի անհարմար Երևանը գայի։ Դուք սիրում եք այս անհարմարությունը։ Ես սիրում եմ այստեղ Հայաստանը, որովհետև այստեղ դեռ այն փոքր սենսիտիվությունը, այն փոքր զգայունությունը մարդու նկատմամբ կա, հա։ Գուցե Երևանում մի քիչ ավելի պակաս, մարզերում մի քիչ ավելի շատ, բայց Հայաստանում կա այդ մարդու հանդեպ զգայունությունը։ Դրա համար ես ուզում էի հետ գալ իմ անհարմար Երևանը։ Ինչ կփոխեի։ Երևի պատկերացումները կփոխեի։ Մարդկանց պատկերացումները կփոխեի, որովհետև տեսեք, մեր պատկերացումից արդեն գալիս են մեր բառերը ձևավորում են մեր վերաբերմունքը, իսկ վերաբերմունքը հետո դառնում է արժեք։ Եթե պատկերացումը ենթագիտակցական պատկերացումը ճիշտ ինֆոտա մեզ, մեր ճիշտ բառեր օգտագործենք, ընդհանրապես ցանկացած բանի վերաբերյալ ճիշտ վերաբերմունք ձևավորի, արժեքները ճիշտ կլինեն։ Երբ դու հավատում ես քո ուժերին, աշխարհն էլ հավատում է քեզ։ Այսօր քեզ հավատացողները շատ են, ես վստահ եմ ոչ մեկին հուսախաբ չես անելու եւ հաջորդիվ խոսելու ենք քո նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների մասին։ Հուսանք, շնորհակալ եմ շատ։ Եկար եւ անկեղծ զրույց ունեցար։ Շնորհակալ եմ։